Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է։ Սամվել և Կարեն Կարապետյանները Տաշիրում կառուցեցին նորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին։ Նոր էր իրենց 1-2 տարում, պարտք զգացին Հայաստանում, Տաշիր քաղաքում առաջին եկեղեցին կառուցել։ Եվ կարող ենք ասել Հայաստանում, հայաստանցի ծնունդով այն եզակի գործարարներից են, էլի եմ կրկնում, միգուցե միակը, որ առաջին շահածը վաստակածով իրենց ծննդավայր Տաշիրում Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցեցին։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանը դեռ 25 տարեկան էր, երբ որոշեց, որ ինքն ու ընտանիքը կկառուցեն եկեղեցին, եւ շատ արագ Կարապետյան եղբայրների խոսքը գործ դարձավ։ Կարապետյան եղբայրները Կարեն եւ Սամվել հարգարժան մեր սիրելի բարերարները մշտապես հավատարիմ մնացին ծնողներից ստացած դաստիարակությանը։ Թե ազգային, թե հոգևոր, թե բարոյական արժեքներին մնացին հավատարիմ ու կարճած։ Երբեք մեկը մյուսի հետ չշփոթեցին, այլ իրենց ողջ կյանքի գործունեության ընթացքում առանձնագի հարգանք ու սեր, հոգատարություն ցուցաբերեցին այս արժեքների նկատմամբ։ 1995 թվականի ամռանը եկեղեցու հիմնադրման օրհնության կարգը կատարեց ամենայն հայոց հայրապետ Գարեգին առաջինը։ 5 տարի տևած բարդ եւ ծավալուն շինարարությունն առաջին հերթին ժողովրդի հավատի ու հայ եկեղեցու նկատմամբ հոգևոր արժեքների վերականգնումն էր։ Տաշիրի Սուրբ Սարգիս եկեղեցու օծումն արդեն կատարեց Գարեգին II կաթողիկոսը 2000 թվականի աշնանը։ Մենք պարտական ենք այս քաղաքի երկու ակտիվ հայորդիների։ Կարապետյանների ընտանիքը միշտ առաջնային խնդիր է համարել ու համարում հոգևոր արժեքների պահպանումն ու զարգացումը։ Տաշիրի Սուրբ Սարգիս եկեղեցու կառուցումը եկեղեցաշինության լավագույն սկիզբն էր։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։